Ինչքան ժամանակ եք մարզվում եւ փաստացի։ Ես շուրջ 7 տարի եմ մարզվում եմ Multi-Wellness ակումբում։ Ես ինչպես իմ նախորդ մարզվողն ասաց, անկես լինեմ, ես չեմ ուզում որևէ քաղաքական իրադրություն, որևէ քաղաքական խժդժություն խաթարի մեր առողջական, մեր հետ որպես մարզվողի, մեր խնդիրները, որովհետև մենք այստեղ գալիս ենք, իրականում մենք գալիս ենք այստեղ առողջանալու, մենք գալիս ենք այստեղ մեր ֆիզիկական վիճակը բարելավելու։ Ես կուզենամ, որ բոլոր մարզվողները մի մարդու պես այստեղ լինեն եւ այն ինչ որ իրենք են զգում օրվա ընթացքում 7 օր շարունակ շաբաթվա մեջ նրանք հաճախում են եւ իմ շրջապատում կան մարդիկ, ես շուրջ 5 օր կարող է շաբաթվա մեջ գամ, մոտ եմ ապրում, ինձ շատ հարմար է, շատ լավ պայմաններ են, ես կուզենամ, որ բոլորը կանգնեն ակումբի կողքին, որովհետև եթե դուք մարզվում եք, եթե դուք ունեք այն խնդիրները, որ գալիս եք այստեղ բարելավելու, պետք է աչալուրջ հետևեք դրան։ Օրինակ ես մի շաբաթ չեմ պարապել, ինձ համար շատ դժվար է։ Ձեզ համար կներեք այլ ընտրանք չկա այլ։ Ոչ, այլ ընտրանք չկա, սա շատ հարմար է, շատ բազմազան է։ Ակումբներ կան, որտեղ միայն յոգա է, որտեղ միայն պարեր են, կամ ինչ որ միայն լողավազան է, իսկ այստեղ համակցված բոլոր ծառայությունները կան։ Ես շատ լավ ծառայություններ են, որակավորված մարզիչներ, ես ուղղակի հաճույք եմ ստանում մարզիչների հետ, իմ բոլոր պարապմունքները խմբային պարապմունքներ են։ Ես մարզասրահ չեմ գնում անկեղծ, որովհետև իմ մարզիչների պրոֆեսիոնալիզմը ինձ լրիվ բավարարում է եւ ես գտնում եմ, որ այս մարդիկ, ովքեր ներդրում են, ովքեր ամբողջությամբ ներդրվում են մեր առողջության համար, մեր, չգիտեմ, բարելավելու մեր ֆիզիկական վիճակը, սա արդարացված չէ, սա պետք է ինչ-որ ձևով լուծվի այս հարցը։ Ես նորից եմ կրկնում, ոչ մի քաղաքական կոնտեքստի մեջ չեմ մտնում։ Որպես գալիք ունեք, երբ կբացվի։ Մեկ եթե օրինակ չի բացվի մոտ ժամանակներ, ինչ եք պատրաստվում։ Շատ կներեք, այստեղ մի քիչ ավելի բան անեմ, այստեղ չէ, դատի այս րոպեին չենք մտածում դատի տալու մասին, քանի որ մենք մտածում ենք, որ խելամիտ կգտնվեն եւ այս ինչ որ արել են, կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում որոշում կկայացնեն, որ հնարավոր չի այսքան մարդու թողնել, որ կամքի թողնել չգնան իրենց այո, նեղացնեն եւ իրենց առողջությունը չկարողանան բարելավել։ Ես ասեք, այստեղ որպես մարզվող եք, բայց այնուամենայնիվ որպես քաղաքացի ինչպիսի զգացողություններ ունեցեք, ինչպիսի կարծիք ունեք Գագիկ Ծառուկյանի վերման ենթարկելու վերաբերյալ այդ կոշտ մեթոդներով, դրա մեղադրանքի վերաբերյալ որպես քաղաքացի, որպես քաղաքացի, որպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձնավորություն, ես գտնում եմ, որ մարդու իրավունքների խախտումը ոչ ոք չպետք է անտեսի եւ չեմ ուզում որևէ նորից կրկնել քաղաքական գործընթացներին, ես ինքս երբևիցե մասնակից չեմ եղել, ոչ մի կուսակցության ներկայացուցիչ չեմ, խնդրում եմ այդ հարցը ես խորությամբ չեմ կարող պատասխանել եւ չեմ էլ ուզում պատասխանել, ես միայն նշում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք պետք է մարդու իրավունքները չոտնահարի։